Կուզեք իմանալ, թե ինչպես են փող սարքում Wall Street-ում։ Կարծում եմ, որ դա միլիոնավոր մարդկանց ցանկությունն է, եւ եթե ես իմանայի պատասխանը, այս գիրքը հազարավոր դոլար կարժենար։ Սակայն կա մի լավ գաղափար, որն օգտագործում են փող սարքողները։ Ահա թե այդ մասին ինչ է պատմել ներդրումների խորհրդական Չարլզ Ռոբերտսը։ Ես եկել էի Նյու Յորք ունենալով $20,000, որն ինձ տվել էին ընկերներս արժեթղթի շուկայում ներդրելու համար։ Կարծում եմ, ես գիտեմ ներդրելու բոլոր գաղտնիքները, բայց բոլորը կորցրեցի մինչև վերջին սենթը։ Ճիշտ է, եղան նաև շահումներ, բայց ի վերջո բոլորը կորցրեցի։ Կատարվածն այնքան ծանր չէի տանի, եթե փողը իմը լիներ։ Ահա որ վատ էի զգում, քանի որ կորցրել էի ընկերներիս փողը, թեև նրանք հարուստ էին և դրանից չէին սնանկանա։ Տեղի ունեցածից հետո վախենում էի նրանց հանդիպել, սակայն ի զարմանս ինձ նրանք թեթև վերաբերվեցին կորստին և չկորցրին իրենց լավատեսությունը։ Ես խաղում էի շահեցի կորցրի սկզբունքով, ապավինելով հիմնականում հաջողությանը և այլոց կարծիքին։ Ինչպես ասել էր Ֆիլիպսը, արժեթղթի շուկայում խաղում էի լսելով։ Տանուլ տալուց հետո սկսեցի մտորել իրավիճակի շուրջ և որոշեցի, որ նախքան շուկա վերադառնալս ամեն ինչ նորից կքննեմ մինչև վերջ։ Ինձ հաջողվեց ծանոթանալ ամենահաջող խաղացողի Քալսիի հետ։ Հույս ունեի, որ շատ բան կիմանամ նրանից, քանի որ նա բազում տարիներ արժեթղթի սակարանում հաջողությամբ գործող մարդու հեղինակություն էր վայելում։ Նա մի քանի հարց տվեց, թե ինչպես էի վարում գործողություններս, իսկ այնուհետև ինձ հաղորդեց այն, ինչը ես համարում եմ ամենակարևոր սկզբունքը դրամական գործարքներ նախաձեռնելիս։ Նա ասաց. «Յուրաքանչյուր դրամական գործարքի համար ես նախատեսում եմ մի պահ, երբ պետք է ինձ հրաման տամ, կանգ առ։ Ես սահմանում եմ, որ երբ բաժնետոմսի արժեքն ընկնում է 5%-ով, դա պետք է անմիջապես վաճառել։ Կորուստները սահմանափակվում են 5 կետով։ Իսկ եթե ներդրումը լավ մտածված է լինում, ապա կարելի է շահել 10, 15 կամ 50 կետով։ Հետևաբար, անգամ եթե ներդրումների կեսը սխալ էր արվել, այդ մասի կորուստները սահմանափակվում են 5 կետով, իսկ ներդրումների մյուս կեսից հնարավոր է շատ փող վաստակել։ Ես անհապաղ հետևեցի նրա խորհրդին և դրան հետևում եմ մինչև օրս, ինչը ինձ և գործընկերներիս թույլ է տվել հազարավոր դոլարներ վաստակել։ Մի որոշ ժամանակ անց հասկացա, որ ժամանակին կանգ առնելու սկզբունքը կարող է օգտագործվել ոչ միայն արժեթղթի շուկայում։ Ես սկսեցի այդ մոտեցումը կիրառել նաև այլ խնդիրների նկատմամբ։ Օրինակ, ես սահմանել էի օրեր, երբ նախաճաշում էի ընկերոջս հետ, բայց նա հաճախ և այն էլ շատ էր ուշանում։ Վերջապես ես նրան ասացի. «Քեզ սպասելու եմ ուղիղ 10 րոպե, եթե դրանից գեթ 1 րոպե էլ ուշանաս, նախաճաշի պայմանավորվածությունը կչեղարկեմ ու կհեռանամ»։ Երիտասարդ տարիներին շատ կուզենայի իզորու լինել զսպելու անհամբերությունս, նյարդայնությունս, մտավոր ու հուզական լարվածությունս։ Ինչու չէի կարողանում պահպանել հոգեկան հավասարակշռությունս և դժվար իրավիճակը սթափ գնահատելու առողջ դատողությունս։ Ինչու ինձ չէի ասում. «Լսիր, Դեյլ, ինչու ես հուզվում փուչ բաների պատճառով»։ Իրոք, ինչու։ 100 տարի առաջ մի գիշեր անտառում բույի կռնչոցի ներքո Հենրի Թորոն սագի փետուրը թաթախեց թանաքամանի մեջ և օրագրում գրեց. «Ինչ-որ բանի արժեքը հավասար է կյանքի այն հատվածին, որից ես պատրաստ եմ դրա դիմաց հրաժարվել»։ Երբ Բենջամին Ֆրանկլինը 7 տարեկան էր, նա մի սխալ թույլ տվեց, որի մասին հիշում էր 70 տարի։ Այն ժամանակ նա խենթի պես ուզում էր սուլիչ ունենալ։ Մտնում է խաղալիքի խանութ և իր ամբողջ փողը հանում դնում է վաճառասեղանին ու սուլիչ խնդրում, նույնիսկ չհետաքրքրվելով, թե ինչ է դրա գինը։ Երբ տուն եկա, գրել էր նա իր բարեկամին 10 տարի անց, սկսեցի շրջել տանն ու սուլել, շատ գոհ իմ գնումից։ Բայց երբ ավագ եղբայրներս ու քույրերս իմացան, որ սուլիչի համար շատ ավելին եմ վճարել, քան այն արժեր, նրանք ծաղրի ենթարկեցին ինձ։ Նեղսրտությունից ես լաց եղա։
Տարիներ անց, երբ Ֆրանկլինը դարձել էր աշխարհահռչակ մարդ եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանն էր Ֆրանսիայում, նա դեռ հիշում էր այդ դեպքը, որն իրեն ավելի շատ վիշտ պատճառեց, քան սուլիչը հաճույք։ Երբ մեծացա, պատմում էր Ֆրանկլինը, եւ տեսա մարդկանց արարքները, հասկացա, որ շատ մարդիկ անչափ թանկ են վճարում սուլիչ ձեռք բերելու համար։ Կարճ ասած, մարդկության դժբախտությունների մեծ մասը պայմանավորված է իրերի արժեքի սխալ գնահատմամբ, այն բանով, որ նրանք չափազանց թանկ են վճարել սուլիչի համար։ Նույնիսկ Լև Տոլստոյը չի խուսափել դրանից։ Բրիտանական հանրագիտարանում գրված է, որ Լև Տոլստոյը իր կյանքի վերջին 20 տարվա ընթացքում ամենահարգված մարդն էր աշխարհում։ 1890-ից մինչև 1910 թվականը Տոլստոյի մեծարողներն անվերջանալի հոսքով ուխտագնացություն էին կատարում դեպի Յասնայա Պոլյանա, որպեսզի գոնե հպանցիկ տեսնեն նրան, լսեն նրա ձայնը և լոկ դիպչեն նրա հագուստին։ Նրա արտաբերած ամեն մի բառ գրի էր առնվում։ Սակայն առօրյա կյանքի հարցերում 70 տարեկան Տոլստոյը իր դատողությամբ զիջում էր անգամ 7 տարեկան Ֆրանկլինին։ Նա ընդհանրապես թափ դատողություն չուներ։ Ինքներդ դատեք։ Տոլստոյն ամուսնացել էր մի աղջկա հետ, ում շատ էր սիրում։ Նրանք այնքան երջանիկ էին, որ ծնկաչոք խնդրում էին Աստծուց, որ նա իրենց հնարավորություն ընձեռի երկար ժամանակ վայելելու այդ երկնային երանությունը։ Բայց աղջիկը, որի հետ ամուսնացել էր Տոլստոյը, շատ խանդոտ էր։ Կեղճկուհու շորով ծպտված կինը հետևում էր նրա յուրաքանչյուր քայլին, նույնիսկ երբ ամուսինը զբոսնում էր անտառում։ Նրանց միջև սոսկալի վեճեր էին բռնկվում։ Նա սկսել էր ամուսնուն խանդել նույնիսկ հարազատ երեխաների նկատմամբ։ Մի անգամ ճանկել էր հրացանը և կրակել դստեր լուսանկարին։ Երեխաները սենյակի անկյունում ճչում էին սարսափից, երբ նա գալարվում էր հատակին, ափիոնի շիշը բերանի մոտ և սպառնում ինքնասպան լինել։ Իսկ ինչ արեց Տոլստոյը։ Ես նրան չեմ մեղադրում նյարդայնացած վիճակում կահույքը ջարդելու համար, բայց նա շատ ավելի վատ բան արեց, սկսեց վարել անձնական օրագիր, որի մեջ մեղքը բարդում էր կնոջ վրա։ Դա նրա սուլիչն էր։ Նա ուզում էր, որ գալիք սերունդները արդարացնեն իրեն և ամբողջ մեղքը բարդեն կնոջ վրա։ Եվ ինչ արեց կինը ի պատասխան։ Նա իհարկե պոկոտեց օրագրի էջերը և այրեց։ Ապա սկսեց վարել իր օրագիրը, որտեղ Տոլստոյին նկարագրում էր իբրև ստահակի։ Նա նույնիսկ «Ով է մեղավոր» վերնագրով վեպ գրեց, որի մեջ ամուսնուն ներկայացրել էր իբրև սատանա, իսկ իրեն նահատակ։ Ինչն էր այդ ամենի պատճառը։ Ինչու էին այդ երկուսը իրենց տունը վերածել մի բանի, որն ինքը Տոլստոյն անվանում էր գժանոց։ Ըստ երևույթին մի քանի պատճառ կար։ Դրանցից մեկը շրջապատի վրա տպավորություն գործելու այլոց ցանկությունն էր։ Այո, նրանք անհանգստանում էին, թե մենք ինչ կարծիք կունենանք իրենց մասին։ Իսկ մենք մտահոգվում ենք արդյոք, թե նրանցից ով էր մեղավոր։ Ոչ, մեր խնդիրները մեզ բավական են և մենք ժամանակ չունենք մտածելու Տոլստոյի ընտանիքի մասին։ Այդ երկու դժբախտները ինչ մեծ գին վճարեցին սուլիչի համար։ 50 տարի դժոխքի մեջ լոկ այն պատճառով, որ նրանցից ոչ մեկը սթափ դատողություն չունեցավ ասելու կանգ առ։ Նրանցից ոչ մեկը չասաց. անհապաղ կանգ առնելու ժամանակն է, մենք կվատնենք կյանքը, հենց հիմա ասենք բավական է։ Ես համոզված եմ, որ հանգստություն ձեռք բերելու մեծագույն գաղտնիքը իրերի իսկական արժեքի զգացումն է։ Համոզված եմ, որ մենք անմիջապես կազատվենք մեր անհանգստության 50%-ից, եթե որոշենք, թե ինչը կենսական արժեք ունի մեզ համար։ Եվ այսպես անհանգստության զգացումը հաղթահարելու համար օգտագործվում է 5-րդ կանոնը։ Ժամանակին կանգ առեք և ձեզ 3 հարց տվեք։ Իրականում, ինչքանով է կարևոր այն բանը, որի համար անհանգստանում եմ։ Որ պահին պետք է անհանգստություն պատճառող գործի առնչությամբ ասեմ կանգ առ և վերջակետ դնեմ։ Եվ ինչքան պետք է վճարեմ այդ սուլիչի համար։ Արդյոք արդեն ավելին չեմ վճարել, քան դա արժե։